Ուրեմն ներկայանամ 1446 ընտրատեղամասի նախագահ Լենա Խաչատրյան։ Տիկին Խաչատրյան, ինչ պատկեր է մինչև այս պահը ընտրողների մոտավորապես քանի տոկոսն է մասնակցել։ Ուղիղ կեսը 531-ը արդեն քիչ ավել, կեսից ավելին։ Միջադեպեր գրանցվել։ Երկու հոգի ես կասեի իրազեկված լինելու պատճառով ընտրողների մոտ եղել է, այո, ոչ թե միջադեպ է, այլ սխալ քվեարկություն են կատարել եւ մեկ քաղաքացի ընտրել է։ Ունեք ասելով սխալ քվեարկություն։ Հա, բաց է ընտրել մեկը, մյուսն էլ առանց գիտակցելու մոտեցել է մասնագետին, տեխնիկական սարքին եւ փոխանակ իր անձնագիրը չտալու, այլ տատիկի անձնագիրը տալու շփոթմամբ ներկայացրել տատիկի անձնագիրը, բայց ես որպես նախագահ անմիջապես իրազեկել եմ ոստիկանին եւ տվյալ անձը քվեարկության սենյակից դուրս է հրավիրվել։ Չէ, ընթացակարգը այո փոխվել է, այստեղ գրիչներ չի օգտագործվում, թե չէ ընդհանուր նույնն է պատկերացնեք։ Ուղղակի իրենք, ասենք, կարող են նույնիսկ այնտեղ ապակու վրա փակցված է քայլերը, կարող են մոտենալ, քայլերը նորից նայել, նորից բացատրական աշխատանքը ըստ կարգի կատարվում է, բայց իրենք, չգիտես ինչու, նորից մոտենում են, ասում են գրիչ չեք տալիս մեզ։ Այդ երկու դեպքն եք գրանցել Գրանցամատյանը։ Այո։ Երկու դեպք արձանագրել ենք Գրանցամատյանը։ Են եղել ներեցեք։ Հա, ետարիցներին օգնում են, ըստ ընտրական օրենսգրքի մենք թույլ ենք տալիս, որ եթե մեկ անգամ իրավունք ունի, թեկուզ ընտրողը արդեն մեկ անգամ ընտրությունը կատարել է, կարող է մոտենում են քարտուղարին, գրանցվում են իրենց անձնագրով եւ մոտենում են, ասենք, տարեցներ այնի վիճակի չեն, մոտենում են քվեախցին։ Քանի ընտրող ունի ընտրատեղամասը։ 1025։ Այո, կեսից մի փոքր ավել։ Երևակայի հիմնականում տարեցներն են, երբեմն համառում են, ասում են չէ, մենք կարող ենք, բայց հենց մոտենում են արդեն, հասկանում են, որ արդեն սխալ են իրականացնում գործընթացը։ Իսկ թվում է նորմալ է, դա ոչ իրազեկվածության պատճառ է, ոչինչ, այն որ ասում է մարդիկան նույնիսկ առաջին անգամ են ընտրողների ցուցակում, չգիտեմ, Երևակայի ըմբռնումով ենք մոտենում։ Ես էլ եմ շնորհակալ։